Գիրք Ելից, գլուխ 16, լորերը և մանանան։ Եվ Եղիմից ճանապարհ ընկան և Իսրայելի բոլոր որդիների ժողովքը եկավ Սին անապատը, որ Եղիմի ու Սինայի մեջտեղում է։ Սա նրանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ ամսվա 15-րդ օրն էր։ Եվ Իսրայելի որդիների ամբողջ ժողովքը անապատում Մովսեսի ու Ահարոնի դեմ տրտնջացին։ Եվ Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում և կուշտ հաց էինք ուտում, իսկ դուք մեզ հանեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամա անեք»։ Այն ժամանակ Տերն ասաց Մովսեսին. «Ահա երկնքից ես ձեզ հաց եմ տեղալու, և ժողովուրդը թող վեր կենա ու հավաքի նույն օրվա համար պետք եղածի չափ, որպեսզի փորձեմ, թե նրանք իմ օրենքի համաձայն կշարժվեն, թե ոչ, և լինի, որ 6-րդ օրը, երբ իրենց բերածը պատրաստեն, դա նրանց ամեն օրվա հավաքածի կրկնակին լինի»։ Եվ Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Այս երեկո կիմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանողը Տերն է, և առավոտյան կտեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Տիրոջ դեմ ձեր արած տրտունջն ինքը լսեց։ Իսկ մենք ո՞վ ենք, որ մեր դեմ տրտնջում եք»։ Եվ Մովսեսն ասաց. «Սա կլինի, երբ Տերը ձեզ երեկոյան ուտելու միս և առավոտը կշտանալու չափ հաց տա, քանի որ Տերը լսել է իր դեմ ձեր արած տրտունջը։ Եվ մենք ո՞վ ենք, ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ»։ Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ասա. մոտ եկեք Տիրոջ առջև, որովհետև նա լսել է ձեր տրտունջը»։ Եվ եղավ, երբ դեռ Ահարոնը խոսում էր ժողովրդի հետ, դեպի անապատը նայեցին, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. «Իսրայելի որդիների տրտունջը լսեցի։ Խոսիր նրանց հետ ասելով. երեկոյան միս եք ուտելու և առավոտյան հացով կշտանալու եք, և կիմանաք, թե ես եմ Տերը, ձեր Աստվածը»։ Եվ եղավ, որ այդ երեկո լորամարգիներ բարձրացան և բանակը ծածկեցին, իսկ առավոտյան բանակի շուրջը ցող իջավ։ Եվ երբ իջած ցողը վերացավ, ահա անապատի մակերևույթին մանր գնդաձև մի բան կար, եղյամի պես մանր։ Եվ երբ Իսրայելի որդիները տեսան, միմյանց ասեցին. «Ի՞նչ է սա», որովհետև չգիտեին, թե ինչ էր։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ ուտելու։ Սա է Տիրոջ հրամանը. հավաքեցեք դրանից ամեն մեկն իր ուտելու չափ, մարդագլուխ, մեկ օմեր, ամեն մեկն իր վրանում եղած անձերի թվով»։ Եվ Իսրայելի որդիներն այդպես արեցին, և ոմանք շատ, ոմանք քիչ հավաքեցին, և օմերով չափում էին. շատ ունեցողինը չավելացավ, և քիչ ունեցողինը չպակասեց, ամեն մեկը հավաքեց իր ուտելու չափով։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Ոչ մեկը դրանից մինչև առավոտ չպահի»։ Բայց չլսեցին Մովսեսին, այլ ոմանք դրանից պահեցին մինչև առավոտ, և որտնոտեց ու հոտեց, և Մովսեսը բարկացավ նրանց վրա։ Ամեն առավոտ հավաքում էին ամեն մեկն իր ուտելու չափով, ու երբ արևն սկսում էր տաքանալ, այն հալչում էր։ Եվ եղավ, որ 6-րդ օրը կրկնապատիկ ուտելիք, այսինքն ամեն մեկի համար 2 օմեր հավաքեցին, և ժողովրդի բոլոր իշխանները եկան ու պատմեցին Մովսեսին։ Եվ նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. վաղը հանգստության Սուրբ Շաբաթն է Տիրոջ համար. ինչ որ եփելու եք, եփեցեք, և ինչ որ եռացնելու եք, եռացրեք, և ինչ որ ավելանա, ձեզ համար առավոտվա պահեցեք»։ Եվ դա առավոտվա թողեցին, Մովսեսի հրամայածի պես, և չհոտեց, ոչ էլ մեջը որդեր առաջացան։ Եվ Մովսեսն ասաց. «Այսօր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար. այսօր դաշտում դրանից չեք գտնի։ 6 օր հավաքելու եք այն, բայց 7-րդ օրը, որ շաբաթ է, չի լինելու»։ Եվ եղավ, որ 7-րդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև երբ չեք ուզենալու պահել իմ պատվիրաններն ու օրենքները։ Տեսեք, քանի որ Տերը ձեզ տվեց շաբաթը, դրա համար 6-րդ օրը ձեզ 2 օրվա հաց է տալիս։ Ամեն մեկն իր տեղը թող նստի, ոչ մեկն իր տեղից դուրս չգա 7-րդ օրը»։ Ուստի ժողովուրդը հանգստացավ 7-րդ օրը, և Իսրայելի տունը դրա անունը ման դրեց։ Դա գինձի սերմի պես սպիտակ, իսկ համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։ Եվ Մովսեսն ասաց. «Սա է Տիրոջ հրամայածը. դրանից մի օմեր լցրեք, որ պահվի ձեր սերունդների համար, որ տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեց անապատում, ձեզ Եգիպտոսի երկրից դուրս բերելիս»։ Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի սափոր վերցրու և նրա մեջ մի օմար լիքը մանանա դիր, և դիր Տիրոջ առաջ, որ պահվի ձեր սերունդների համար,
Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, այնպես էլ Ահարոնը վկայության առջև դրեց այն, որ պահվի, եւ Իսրայելի որդիները 40 տարի կերան մանանան, մինչև եկան Քանանի երկրի սահմանը։ Արդ Օմերը Արդուի 10-րդ մասն էր։